Պատկերացրու պետությանդ պարտքը փակելու համար ստիպված ես տալ տան թանկարժեք իրերն ու բանալիները։ Հայաստանում սա իրականություն էր։ Մենք պարտքի դիմաց հանձնեցինք մեր տնտեսության ողնաշարը։ 2001 թվական գույք պարտքի դիմաց գործարքով Ռուսաստանին են անցնում Հրազդանի ջեկը, Մարս էլեկտրոնիկայի հսկան և ռազմաարդյունաբերական 3 գաղտնի ինստիտուտ։ Սրանք պարզապես շենքեր չէին, սրանք մեր էներգետիկան և գիտական պոտենցիալն էին մեկ փաթեթով։ Մենք դրանք տվեցինք ընդամենը $100 միլիոն պարտքը ջնջելու համար։ Գործարաններ, որոնք կարող էին տեխնոլոգիական հեղաշրջում անել, դարձան փակ դռներով շինություններ։ Անցել է ավելի քան 20 տարի, ուր են ներդրումները, ինչ եղավ այդ հսկաների հետ։ Փաստն այն է, որ դրանց մեծ մասը տարիներով ուղղակի սառեցված մնաց առանց աշխատանքի։ Ուզում ես բացեմ փակագծերը, ինչ էին սարքում այդ ինստիտուտներում և ինչու է այս գործարքը մինչ օրս բացասական ազդեցություն ունենում մեր տնտեսության վրա։ Գրիր մեկնաբանություններում գույք պարտքի դիմաց և գրանցվիր ալիքին, և ես կսկսեմ հետաքննությունների շարքը։